ավելի շատ մտածում եմ, որ կաթողիկոսը որքան էլ իր վրա ինչքան էլ կոմպրոմատ ունենա, ինքը բավական ուժեղ մարդ է, ես այս ամիսների ընթացքում նկատեցի, եւ ինքը այդ կոմպրոմատներից, այդ շանտաժից չի վախենում։ Ի տարբերություն, ասենք, նույն Կջոյանի կամ Միրզախանյանի։ Օրինակ, տեսեք, Արշակ Սրբազանն չվախեցավ։ Արշակ Սրբազանին բացահայտ Նիկոլը շանտաժեց, բացահայտ։ Այդ ինքը այդ իրանք հիմա կարող են սարքել, այնպես որ այդ տեսանյութերը իրանք չեն տարածել։ Ես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ, ինքը ազգային ժողովի անդոնից այդ ոչ կոռեկտ արտահայտությունները արեց, հետո նախ դրանից առաջ Facebook-ում այդ լկտի բառապաշարով շանտաժով առաջնորդվեց, բայց Արշակ Սրբազանը շատ ուժեղ դուրս եկավ։ Մարդը հասկացրեց, որ եթե դուք ինձ այդ կոմպրոմատով եք խոսելու շանտաժով, չի անցնելու։ Դրեք բան արեք, բայց այդպես ոչ բոլորը կարող են ուրեմն առաջնորդվել։ Ես մտածում եմ, որ ավելի շատ կաթողիկոսը թույլ չէր տալիս, որբիսի պետությունը իրոք իր քիթը մտցնի եկեղեցու ներքին գործերի մեջ եւ ամեն շանտաժի, ամեն կոմպրոմատի արդյունքում իր եպիսկոպոսին եւ արքեպիսկոպոսին ուրեմն հերացնի ծառայությունից։ Գիտեք, մենք շատ սխալ պատկերացումներ ունենք, Նարեկ ջան։ Մեզ մոտ մեր ժողովուրդը շատ սխալ է պատկերացնում։ Մենք ամեն ինչ իդեալական ենք պատկերացնում։ Մենք մտածում ենք, որ եթե եկեղեցի է, ուրեմն պետք է լինի ադամանդի նման բյուրեղյա մաքուր։ Չէ, ես նոր ասեցի։ Նարեկ ջան, ես վերջիվերջով պատմաբան եմ եւ ուսումնասիրելով, ասենք, Եվրոպայի պատմությունը կամ լավ գիտենալով Եվրոպայի միջնադարի պատմությունը, ես ցես կաթոլիկ եկեղեցու պահով այլանդագություններ կարող եմ բացահայտել, որ ինչպես ջուրեցին ասում, մազերը բիզ-բիզ կանգնի։